Դե հերիք է, այդպես չի լինի։ Ես ինչքան պատմեմ, որքան էլ ցույց տամ, աչքի տեսածը ու զգացածը ախր ուրիշ են, ոնց չես հասկանում։ Այս սիրտս կտոր է լինում, որ քեզ այդպես լքված եմ տեսնում։ Ուզում ես ասես, պահարանիդ մեջ շորերիդ տակին դու դա обратный տոմսի փող չունես, այն որ նեղ օրվա համար ես պահել, այ նրա հետ եմ։ Սրանից նեղել ինչ ես ուզում։ Վերջի ես գնամ իմ նեղ օրվանը քո համար ղրգեմ, ամսով մի արի, 10 օրով արի, շաբաթով արի, մենակ թե արի։ Հերանցդ տանը կարոտ ես ապրում, ոտ ու ձեռ ունես, վեր կածարի, թե տունը շենա, շատ ավելի լավ, դիմացդ կարմիր գորգ են փռելու, 7 օր 7 գիշեր քեֆ եք անելու, անցածը անշուշտ վեր հիշելու եք, կարոտելու եք, կենացի վրա արտասվելու եք, ու խմիչքի հետ կոկորթում սեղմած դառնությունն էլ ես հազիվ կուլ տալու։ Գուցե շատերին թվա թե օղու համն ես մոռացել, կամ էլ տնականի համին խամացել, բայց թե ինչու էր այն այդքան դառը լոկ դու կիմանաս։ Հետո ճամբրուկդ կառնես ուսերիդ, ռունգերիդ մեջ էլ մայր հողի բույրը կչվես էլի։ Իսկ թե հերանցդ տունը շեն չէ, արի շենացրու։ Ամսով մի արի, 10 օրով արի, շաբաթով արի, արի ու մի քանի օր լույսը վառ պահի, հիշիր, արտասվիր, ծանր քարերը հոգուցդ հանիր ու քանդված պատը վերանորոգիր, որից հետո էլ ճամբրուկդ կառնես ու թեթև հոգով էլի կչվես։